Եթե ես չեմ ընդունում այնպիսին ինձ, ինչպիսին որ ես կամ, ես շատ կդժվարանամ ինձ սիրել։ Ինքնասիրությունը եւ ինքնահավանությունը սեփական անձը սիրելու հետ կապ չունեցող բաներ են իհարկե։ Դա պաշտպանություններ են ավելի, հա, եւ դա պաշտպանվում այն մարդը, որը իրեն չի սիրում։ Այն մարդը, որ փնթի է, եթե մենք խոսում ենք փնթիության մասին, արդեն նշանակում է, որ նա իրեն չի սիրում։ Ինքը իրեն չի սիրում, հակված է լինում ինտրիգներ հյուսել, բամբասկոտության է հակված լինում։ Չարությամբ եւ նախանձով ամենաառաջի բանը նա լինում է շատ ագրեսիվ։ Կան մայրեր, որ ասում են՝ «Այ երեխա», անորոշ, բայց դա քո բարիքն է, չէ՞։ Դժվար է ասել՝ «Վայ իմ տղա, վայ իմ աղջիկ, բալիկ ջան», այ երեխա, անորոշ։ Դա ինչ որ մեկի երեխան պատահական կոտանա հայտնվել 100% օժտված երեխաներից սխալ դաստիարակության պատճառով օժտված մնում է 3%։ Ողջույն, այն մարդիկ, ովքեր իրենց չեն սիրում, շատ խոցելի են, եւ այս խոցելիությունը թաքցնելու համար հաճախ դրսևորում են գոռոզ կամ ինքնասիրահարված կեցվածք։ Այս մարդիկ որպես կանոն լինում են չարախոս, բամբասկոտ, չկամ, սակայն այս ամենը բխում է հենց նրանից, որ իրենք իրենց չեն սիրում։ Նրանք վստահ են, որ նրանց չի սիրում միջավայրը եւ ցավոք չեն սխալվում, որովհետեւ եթե դու ուզում ես, որպեսզի քեզ սիրեն, ուրեմն ինքդ պիտի սկսես քեզ սիրել եւ այո, սա էգոիզմի մասին չէ։ Մարդիկ, ովքեր իրենց սիրում են, հեշտությամբ են կարողանում ձևավորել փոխհարաբերություններ։ Այսօր այս ամենը եւ ավելիի մասին եմ խոսելու հոգեբան Հինա Ծատուրյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև օր։ Տիկին Ծատուրյան, ես որոշ չափով համառոտ ներկայացրեցի, թե ինչի մասին ենք այսօր խոսելու, սակայն ես վստահ եմ, որ դուք շատ ավելի շատ շերտեր կբացեք այս ես ինքս ինձ սիրում եմ ասվածի ներքո։ Ընդհանրապես, ինչ է նշանակում, մենք ինչ նկատի ունենք, երբ ասում ենք սիրիր ինքդ քեզ։ Դա առաջի հերթին դա խոսում է նրա մասին, որ եթե մենք մեզ սիրում ենք, ուրեմն մենք մեզ ընդունում ենք այնպիսին, ինչպիսին որ մենք կանք։ Երբ որ մենք միայն մեր ընդունելուց հետո, թե մենք ինչպիսին ենք, մենք դրանից միայն հետո կարող ենք մեր վրա աշխատել եւ ավելի կատարելագործվել։ Դուք կարող եք հենց ամենասկզբից ինձ հակառակվել ասել, եթե անձը կատարում է վատ արարք, եթե անձը կատարում է օրենքից դուրս արարքներ ինքը այդ պարագայում էլ պետք է իրեն սիրի, չէ։ Իհարկե դա դրան չի վերաբերվում։ Մենք հասկանում ենք, որ մարդկությունը գիտի ունի նորմաներ, հա, ոնց ապրի, ոնց աշխատի, ոնց ինչ է որակյալ մարդը, եւ եթե այդ նորմաներից դուրս է, դա այլ խոսակցություն է։ Իմիջիայլոց, եթե հանցագործը իրեն սիրում է իր հանցագործությունների համար, նա կշարունակի հանցագործություններ, բայց դա թողնենք երևի մեկ այլ օրվա համար։ Վերադառնանք այն թեմային, որի շուրջը մենք այսօր պետք է աշխատենք։ Ուրեմն, եթե ես չեմ ընդունում այնպիսին ինձ, ինչպիսին որ ես կամ, ես շատ կդժվարանամ ինձ սիրել։ Այսինքն, ես անընդհատ իմ հետևից ընկած եմ, ես ինձ խմբագրում եմ, շատ տարածված արտահայտություններ կան, զզվում եմ ինձանից, ինչին ձեռքս կպնում է, չորանում է, եւ այլն, այդ կարգի արտահայտությունները, որոնց մեջ կա իհարկե թե ցածր ինքնագնահատական, որ եթե մարդը անձը եթե իրեն չի սիրում, նա չի կարող, մենք չենք կարող խոսել լավ ինքնագնահատականի մասին, եւ ստեղից ինչ է երևում, իհարկե ոնց որ բոլոր մեր բազային խնդիրները դա ձևավորվում է մանկությունից, դա ձևավորվում է ընտանիքից եւ այն մարդկանց կողմից, ովքեր որ մեզ դաստիարակում են, դա կարող է լինի մայրը, հայրը եւ կարող է լինի անձը, որը փոխարինում է մորը կամ հորը, նայած ով ինչ ընտանիքում է մեծանում։ Ոնց է դա լինում, չէ՞։ Ասենք թե երեխային նա սկսենք նրանից, որ քանի անգամ եղել է ես իմ այցելուներին հարցրել եմ թվացող абսուրդ հարց եմ տվել, սիրում ես երեխայիդ։ Ասենց վրաս նայում ու ասում եմ ոնց թե, ես ոնց կարամ երեխայից չսիրեմ։ Հարցնում եմ նպատակդ ինչ է երեխային մեծացնել։ Իսկ երբ որ հարցնում ես, ասում ես քո երեխային, որ դու իրեն սիրում ես, ասում է ինչի ինքը չի գիտի, չէ,
4 տարեկան երեխան, 6 տարեկան երեխան, չգիտի, եւ շատ հաճախ ընտանիքներում այս վերջերս ավելի հաճախ է հնչում, երեխան ծնողին հարցնում է, ասում է՝ «Մամա, դու ինձ սիրում ես»։ Տեսեք, նա չունի այդ հարցի պատասխանը։ Այսինքն, ես որտեղից պետք է սովորեմ ինձ սիրել, եթե ինձ չեն սիրել։ Դա չի նշանակում, որ ծնողը չի սիրել։ Դա ուղղակի կարող է նշանակի, որ ծնողը չի արտահայտվել, հա։ Դա իհարկե հիմիկվա ժամանակակից ավելի մեր կյանքում մի քիչ դա շտկվել է, իսկ դեռ 10 տարի առաջ ավելի ծանր էր, այն անմիջապես 20 տարի առաջ այդ ցուրտ ու մութ տարիներից որևէ հոգեբանական բաներ մարդը չէր կարողանում կիրառել, որովհետև մենք հասկանում ենք, որ շատ ծանր էր մեր վիճակը այդ ժամանակ։ Ուրեմն մենք հասկանում ենք, որ ամեն ինչ սկսվում է նրանից, որ մենք գիտակցում ենք մանկուց, որ մենք սիրված ենք, ու ինչը մենք անում ենք, դա ընդունված է, ոչ թե իմ մաման ուզեցել է դառնալ Մոնսերատ Կաբալյե, ես չունեմ սլուխ, նա անպայման ինձ տանում է երաժշտական դպրոց, որ ես դառնամ Մոնսերատ Կաբալյե, եւ այդ բոլոր երաժշտության դասերը դառնում են տանջանք ուղակի, հա, եւ ես անընդհատ ստանում եմ նկատողություն, ինձ ոչ ոք չի, ես չունեմ այդ հատկությունները, հա, այսինքն ես ստանում եմ նկատողություն, ինձ ոչ ոք չի գովում, եւ դրա իսկ պատճառով ես սկսում եմ ինձանից հիասթափվել, ինձ չսիրել, եւ արդեն դրանից մենք մի քիչ հետո կխոսենք դրա մասին, չսիրելը ինչին է բերում։ Եվ ես ինձ արդեն ճանաչում եմ ռուսերեն ասած неудачник, այսինքն ես մի անհաջողակ։ Ես մի մարդ եմ, որը ոչ մի բան չի կարողացել իր կյանքում անել, ընդամենը ինձ իմ ծնողը, նա ունենալով իր չիրականացված իղձերը, նա երեխայի վրա դնում է այդ իղձերի կատարում, որը այդ երեխան չի կարողանում անել։ Տիկին Սատուրյան, ինչպես մարդը հասկանա, որ ինքը իրեն չի սիրում, որովհետև շատ հաճախ մարդիկ դժվարանում են սա պատկերացնել, ասում են ոչ, ես ինձ սիրում եմ, այո, նա ունի ինքնասիրություն, նույնիսկ եսասիրություն ունի, բայց ո՞րն է այդ ինքդ քեզ սիրելու այդ նուրբ սահմանագիծը, որը ինքնասիրությունը չէ, գոռոզությունը չէ, ինքնահավանությունը չէ, շատերը նույնիսկ չգիտեն, որ իրենք իրենց չեն սիրում։ Ուրեմն ինքնասիրությունը եւ ինքնահավանությունը սեփական անձը սիրելու հետ կապ չունեցող բաներ են իհարկե։ Դա պաշտպանություններ են ավելի, հա, եւ դա պաշտպանվում այն մարդը, որը իրեն չի սիրում։ Նա ցույց է տալիս, նա երբեմն գոռոզ է լինում, նա ուզում է ցույց տալ, որ նա արդեն իր պահվածքի մեջ նա առանձնապես շփվող չի, նա կոնֆլիկտային է շատ լինում, շատ էլ թե նա ասեց, որ նա իրեն սիրում է, նա շատ դժվար է մտերմանում մարդկանց հետ։ Այդ կարգի մարդիկ մի քանի անգամ ամուսնանում բաժանվում են իբրև կանոն, ասենք թե ավելի մեծ տարիքում, իրենց աշխատանքի տեղը իրենց մոտ շատ բաներ չի ստացում, իրանք սիրված չեն լինում կոլեկտիվի կողմից, որտեղ նա իրեն չի սիրել, այսինքն իրեն սիրել, այդ նշանակում է, որ նա իրեն պետք է վերաբերվի լավ, նա լավ պետք է իրեն վերաբերվի, այսինքն նա իր հետևից պիտի չընկնի, նա իրեն պետք է չքննադատի, նա պետք է իրեն չհարգի, անպայման այդ հարգանքը անպայման պետք է լինի, բայց եթե անձը իրեն չի սիրում, նա ուրեմն ունենում է բոլոր, համարյա թե բոլոր դեստրուկտիվ էմոցիաները, եւ ստեղի ամենավտանգավոր պահերից մեկը նա է, որ նա աշխարհին էլ է այդպես վերաբերվում։ Այո, օրինակի համար մենք հիմա տեսնում ենք, որ կան մարդիկ, որոնք ձեռ առնելով են խոսում դիմացինի հետ, որոնք ասենք թե հարգանք չունեն, դպրոցում երեխաները, եթե մենք առաջ ասենք թե միշտ ասենք թե դա իհարկե երիտասարդները չեն սիրում, երբ որ ծնողները ասում են մեր ժամանակ եւ այլն, հիմա ուղղակի բուլինգի են ենթարկում դպրոցում թե իրար եւ թե դասատուներին, այսինքն տեսեք ինչքան ագրեսիա կա, դա ինչի մասին է խոսում, որ ինքը իրենից բավարարված չի, այսինքն չի սիրում իրեն, եւ նա դառնում է կռվարար մարդ, նա ուզում է իր ճիշտը պաշտպանել, նա ուզում է ընդունված լինի նորմալ մարդը ոնց է, չէ, նա ընդունվում է հասարակության կողմից դրական բաներով, բայց սրանք
բռնի ուժով են ուզում ընդունված լինեն եւ դրա համար այդ դպրոցական բոլոր բուլինգները, կռիվները, ուրեմն երեխաները այդ կարգի աշակերտները իրենք բուլինգի են ենթարկում իրենց շրջապատը, թե աշակերտներին եւ թե դասատուներին շատ հաճախ։ Այսինքն ստեղ ագրեսիվ պահվածքը եւ մնացած բաները պարզ խոսում են նրա մասին, որ տվյալ անձը իրեն չի սիրում, իրեն չի հարգում, տվյալ դեպքում սիրելն ու հարգելը իրենք իբրև կանոն հոմանիշներ են եւ դա գալիս է նրանից, որ ընտանիքում ասենք թե շատ ամեն ինչը իրար հետ գիտեք հոգեբանության մեջ շատ կապված է։ Եթե տղան դուրս է եկել, ասենք թե կամ աղջիկը բաժանված ընտանիքից, երբ որ նա ասենք թե կամ էլ դասարանում ամենավատ հագնվածն է եւ այլն, տեսեք ինչ պատճառներ կարող են լինել, եթե մենք սկսում ենք դեռահասության, հա, տարիքից, ինչքան պատճառներ են լինում, որ անձը իրեն փաստորեն բոլորովին չի կարողանում սիրել եւ դրա հետ մեկտեղ ես ունեմ այցելու, որը շատ է քննադատում իր ծնողներին, որոնք չեն կարողանում ապահովել այն հագուստը, որը նա ուզում է հագնել, բայց ծնողները պահում են երկու ուսանող տարբեր բուհերում եւ իրենց դժվար է նաեւ հասցնել եւ նա ասում է ինձ հետ լավ չէ շփվում, որտեւ իմ հեռախոսը այն հեռախոսից, այսինքն ինքը իրեն չի սիրում, նա համարում է, որ եթե նա լավ հեռախոս ունենար, իր հետ կուրսեցիները կշփվեին, չէ, դա բոլորովին այդպես չի։ Եթե նա իրեն հարգեր, իրեն սիրեր, դա բան կլիներ եւ նա փաստորեն ինչ որտեղ քակենեական արժեքներից է օգտվում, որը ազդում է իր շրջապատի հետ շփվելու վրա։ Տիկին Զատորյան, երբ ասում ենք ինքդ քո հանդեպ սերը սկսվում է նրանից, որ ինքդ քեզ ընդունես այնպիսին, ինչպիսին որ դու կաս, ամենևին էլ խոսքը նրա մասին չէ, որ թերություններով հանդերձ։ Իհարկե։ Այսինքն տեսնում ես այդ թերությունը կամ տեսնում ես, որ շտկելու եւ կատարելագործելու ինչ որ մի բան կա, ջանքեր ուղես այդ ուղությամբ եւ ոչ թե ընդունես, այսպիսի փնթի ես, ընդունեցիր, որ դու փնթի ես, մակրասերտ չես։ Դե ընդունեք ինձ այսպիսին, ինչպիսին որ ես կամ։ Այն մարդը, որ փնթի է, եթե մենք խոսում ենք փնթիության մասին, արդեն նշանակում է, որ նա իրեն չի սիրում, չէ՞, որովհետև նա իր տարածքը նա դրան չի հետևում, ոչ թե եթե նա իրեն սիրող մարդ է, նա փնթիություններ կընդունի, չէ, եթե նա փնթի է, նա իրեն չի սիրում։ Ուրիշ բան, որ նա կարող է ցույց տա, որ նա իրեն սիրում է, այդ կարգի մարդուն ես մի հատ վարժություն ունեմ, բանավոր, որ հարցնում եմ 10 բալանի սանդղակով դու քեզ քանի բալ ես սիրում։ Այդ մարդը կարող է ասի 10 բալի։ Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում, որտեղ 10 բալի սիրողը ամենակարևորը սիրելու գրավականը որն է, որ մարդը չի տանջվում, նա լավ է ապրում, նա գնում է դեպի երջանիկ ապրելու, այսինքն նա եթե իրեն սիրում է, իր կյանքում լինում են խոչընդոտներ, ինչ որ հարցեր են լինում, նա այդ հարցերը հաղթահարում է, շարունակում է, որ իրեն կոմֆորտ լինի, իրեն լավ լինի, որ նա իրեն լավ զգա այս կամ այն սիտուացիայում, հասկանում եք, այստեղ այդ պահերը կան, դա է իրեն սիրող մարդը, նա իրեն ցավ չի պատճառում, մենք ում որ սիրում ենք, մենք իրեն չենք ցավացնում, չէ, բայց շատ հաճախ այդ արդեն մեծ տարիքում, փոքր տարիքից մենք արդեն դուրս եկանք, մեծ տարիքում անձը ինքը իրեն է ցավը պատճառում, իր ռեակցիայով, իր աշխարհի նկատմամբ եղած բաներով, իր շրջապատի նկատմամբ եղած ինչ-որ բաներով, այստեղ մենք պետք է դրա մասին խորենք եւ մտածենք։ Տիկին Զատորյան, որպես կանոն մարդ, ով ինքը իրեն չի սիրում, հակված է լինում ինտրիգներ հյուսել, բամբասկոտության է հակված լինում, մեկ այլ մարդու աշխատանքի արժեզրկում է միշտ իրեն համար տեղում։ Սա ինչ է, այդ մարդու հաշվին ինքնահաստատում էլ չէ, ինչու է նրա չսերը ինք իրեն հանդեպ, իր անձի հանդեպ դրսևորվում չարությամբ դիմացինի հանդեպ։ Եվ նախանձով, չարությամբ եւ նախանձով, դա որովհետեւ քանի որ նա իրեն եթե չի սիրում, ուրեմն նա բավարարված չի նրանով, ինչը ունի, չէ՞, ամենակարևորը իրեն սիրող մարդը պետք է շատ շնորհակալ լինի, այսինքն ինչի է նա իրեն սիրողը, հա, նա շնորհակալ է նրա համար ինչը որ նա ունի, իսկ մենք քիչ բան չունենք բոլորս, բայց այն մարդը, որը իրեն չի սիրում, նա չի բավարարում նրանով ինքը ինչ ունի,
Եվ դրա համար իր մեջ առաջանում է նախանձը։ Նա խոսում է պարզա մենք կանոնները ստեղ չենք տալիս օլիգարխների մասին, որոնք ինչ-ինչ բաների պատճառով գումար վաստակեցին, այս արեցին, այն արեցին, այսքան անորեն ճանապարհով, իսկ ինքը այնքան լավն է, տեսեք, մի կողմից նա իրեն չի սիրում, մյուս կողմից նա չի սիրում նաև բոլորին մարդկանց, բայց չէ՞ որ այդ օլիգարխը թողնենք նա ոնց է իր փողը վաստակել, նա աշխատատեղի ստեղծող է, էլեմենտարն է։ Հիմա տեսեք նա շրջապատի մեջ իրեն չի սիրում, չէ՞։ Նա շրջապատի մեջ, քանի որ նախանձ է, նա այդ ինտրիգները, ձեր հարցերին պատասխանում, այդ ինտրիգները նա շատ է անում, որովհետև փաստորեն ինչ է ստացվում, որ նա համարում է, որ այն մարդը ունի շատ ավելի բան, քան ինքը ունի եւ նախանձում է, որ եւ ուզում է նախանձը դա ինչ է, ցանկությունն է ունենալու այն, ինչը քոնը չի, ցանկությունն է ունենալու այն, ինչը դու չես վաստակել, եւ դրա համար իրենք հարաբերությունների մեջ եւ բամբասկոտ են լինում, եւ նախանձող են լինում, եւ իրենք հետո գիտեք իրենք վստահելի չեն։ Ընկերության մեջ ընկերուին կարող է իրեն ինչ-որ մի բան պատմի եւ նա պատմի մնացածին, հա, նա մտածելու որ ինչ-որ աղջկական գաղտնիքներ կամ թեկուզ տղայական եւ նա պատմում է այդ արդեն սկսում է, այդ արդեն գիտեք, սկսում է տարածվել։ Ես նկատել եմ, որ մարդիկ, ովքեր իրենց չեն սիրում, շատ հաճախ դրսևորում են գոռոզություն, մեծամտություն, միևնույն ժամանակ շատ թույլ են ունենում կամ առհասարակ չեն ունենում ինքնասիրության զգացողությունը։ Իրենք ունենում են եսասիրությունը, իսկ գոռոզությունը եւ նման կարգի բաները դա իրենց պաշտպանություններն են, որտեղ նա հասկանում է, որ եթե դե մենք գիտենք, որ եթե սիրիր դիմացինին, ճիշտ այնպես ինչպես սիրում ես քեզ, ու եթե ես ինքս ինձ չեմ սիրում, ինձ էլ ոչ ոք չի սիրում։ Ես հրեշավոր ուրեմն բան ունեմ, չէ՞ իմ մեջ, դե ճակերտավոր հրեշավոր։ Դրա համար իրեն նկատմամբ է լինում վերաբերմունքը համապատասխան, որը որ նա շատ հաճախ այդ բամբասանքը, այդ վատաբանելը, հենց դրանից է գալիս, որ նա սկսում է մարդկանց մասին վատ խոսել, այսինքն նա չտեսնելով, չընդունելով, ծածկելով իր կոծկելով իր բացասական այդ գծերը, նա փաստորեն սկսում է դիմացինի նկատմամբ ուղարկել բացարձակ վատ բացասական մտքեր եւ արարքներ։ Տեսեք, մի կողմից գոռոզ է, մեծամիտ է, ցույց է տալիս իբր թե ինքը իր մասին մեծ կարծիք ունի եւ բարձր ինքնագնահատական ունի, սակայն երբ հանգամանքները փոխվում են եւ նույն իրավիճակում նա որոշակի շահ է ունենում կամ որոշակի վախեր, գրեթե ինքնասիրության դրսևորումներ չի ցույց տալիս, այսինքն եթե մի պարագայում նա իրեն գոռոզ կպահեր, ապա այս պարագայում դառնում է սովորական մի քծնող մեկը։ Սա ինչպես է տեղի ունենում։ Հիշում եք նարցիսի խոսակցությունը, այդ նարցիսիզմը արդեն գալիս, որովհետև եթե անձը չի զգում, որ նա սիրված է եւ իր նկատմամբ վերաբերմունքը դառնում է նա շատ տգեղ ձևեր է ընդունում եւ դա այդ գոռոզությունը դիմացինին չընդունելը, մեկուսանալը, իր մեջ փակվելը, այդ դա արդեն գալիս է նարցիսիզմ։ Իսկ նարցիսը ինչ էր անում։ Նարցիսը, երբ որ իրան դեռ պետք է ինչ-որ մի բան, նա իրան շատ լավ է դրսևորում, ցույց է տալիս, որ նա շատ լավ է տրամադրված եւ այլն, նպատակին հասնում արդեն այն անձը իրան էլ հետաքրքիր չէ։ Նարցիսը եւ մարդը, ով ինքն իրեն չի սերում, սրանք բացարձակ բևեռային տարբեր մարդիկ են։ Նարցիսը էլի իրեն չի սիրում։ Հասկանում եք, նարցիսի այդ սերը, այն իմաստով, որ մենք խոսում ենք այդ ոգեղենության մասին, նարցիսը բացարձակ էգոիզմ է, իսկ էգոիզմը, եսասիրությունը եւ իրան սիրելը այդ բոլորովին տարբեր բաներ են։ Ուրեմն անձը, հասունացած անձը իրեն սիրում է, նարցիսը մնում է ինֆանտիլ, նա մանկամիտ է մնում, նարցիսի կարևոր ամենամղումը որն է, ես ուզում եմ ու վերջ, մեծահասակ մարդը, որը իրեն սիրում է, նա արդեն հասուն մարդ է, որտեղ անձը, որը իրեն սիրում է, նա արդեն հասունացած է, նա արդեն հասկանում է, որ միայն իրեն նկատմամբ նա սերը ստանում այդ ոգեղենությունն է գալիս,
երբ որ լավ է իր դիմացինին եւ որ լավ է իր երեխային առաջ երթին իրեն, հետո երեխային, ամուսնուն, դիմացինին, օրը մորը եւ այլ նարցիսը այնտեղ միայն եսն է, այնտեղ միայն նա իր չիրականացված ցանկությունը, որը ինքը իր բռնի ուժով անպայման ուզում է որ դա իրականացվի, այդ է նարցիսը։ Տիկին Զատուրյան, երբեմն երբ մարդուն ասում ես դու ինքդ քեզ չես սիրում, ինքը ասում է այո, ես էգոիստ չեմ։ Որն է սրա տարբերությունը։ Որովհետև նա սերը, ինչ է սերը, երբ որ մարդը ինքը իրեն է սիրում, եւ էգոիզմը նա չի զանազանում ուղղակի։ Ես արդեն նորից ասեմ, էգոիստը դա ինֆանտիլ շողոքորթող մարդ է։ Իրեն սիրող մարդը ինքը իր հետ միասին սիրում է, այսինքն լավություն է անում, էներգիա է բաժանում բոլոր նրանց, ում հետ որ նա շփվում է, ում հետ որ նա ապրում է, հասկանում եք, եւ ոչ միայն ում հետ որ նա սովորում է, ում հետ որ նա աշխատում է, նա չի մեկուսանում, չէ՞։ Օրինակ համար նույնիսկ ժողովրդի մեջ բաներ կա, որ ասենք, դե ժողովրդական արտահայտությունները մի կտոր հաց տվողը կամ մի կտոր հաց տվողը չի, եւ այլն, դա արդեն հնուց գալիս է, չէ՞, կամ մարդ, որը ինքը իրանով է մենակ իր կարիքներն է բավարարում եւ իրեն բոլորովին հետաքրքիր չի, այդ դա էգոիզմ է, իրեն բոլորովին հետաքրքիր չի իր մերձավորը ինչ վիճակում է։ Տիկին Զատուրյան, մարդ ով ինքը իրեն չի սիրում, նրան չեն սիրում եւ մյուսները, եւ մարդ ով ինքը իրեն չի սիրում, չի կարող սիրել որևիցե մեկին։ Այո, նա իր համար որևիցե մեկին սիրելը դա անպայման շահ հետապնդել է, թեկուզ ամուսնության մեջ, պարտադիր չի, որ դա լինի աշխատանքային, պարտադիր չի, որ դա լինի, ասենք թե կարիերայի, ինչ որ որտեղ որ այդ կարիերիստներն են նրանք, ովքեր որ իրենց այդ էգոիստաբար են իրենց վերաբերվում, հա, ինքը մենակ իրենն է տեսնում եւ մենք հիմա տեսնում ենք շատ հաճախ մարդկանց, ովքեր որ չեն նայում իր կողակցին եւ գնում են առաջ եւ որ ասում են գլուխների վրա թռնելով, այդ դա խոսում է իրենց էգոիզմի մասին եւ դա էգոիստական, ուղղակի ես էգոիզմի մասին խոսելիս այդ շշմելու բառը չեմ ուզում գործածել, որտեվ սերը եւ էգոիզմը ինքը չի կարող իրար հետ կապված լինի, չեմ ուզում, ուղղակի իրանք էգոիստներ են, մենք նույնիսկ կարող ենք ուղղակի իրենց անվանել էգոիստ եւ բոլորովին չասել, որ սիրում են կամ չեն սիրում, չէ, էգոիստի սերը դա այնտեղ որակ չկա, ինչի մասին է խոսքը։ Տիկին Զատուրյան, ու շրջապատն ու միջավայրն էլ չեն սիրում, որտեղ որպես կանոն նրանք ինտրիգան են եւ բացասական, այսպես ասենք, էներգիա տարածողը, նրանք դրա համար չեն սիրում, թե եթե ուրիշ էներգետիկ ինչ-որ իմպուլսներ են ստանում, ուրիշ դրսևորումներ են տեսնում, որ եթե դե ինքը իրեն տենց է վերաբերվում, մենք ինչու պիտի լավ վերաբերմենք, եւ արդյոք չգնահատված լինելը հենց այստեղից է բխում։ Դե այդ գիտեք, բանա դա շղթայաձև ռեակցիա է, որովհետև չեն գնահատում, որովհետև չի կարող սիրել դիմացինին եւ հետո չի սիրում դիմացինին ու չի գնահատում, որովհետև այս բոլոր բաները արդեն իրար հետ համակապակցված են։ Դա այստեղ այդ է բանը, որ անձը պետք է նախ ինքը պետք է մի հատ վերանայի իր պահվածքը եւ նա այդ մեկուսանալը ապրելը բոլորովին ինչ-որ մի փակ տարածքի մեջ եւ ընդհանրած չգնալը մարդկանց, նա պետք է այդ բոլոր բաները վերանայի, որովհետեւ դա իրեն արջի ծառայություն է մատուցում, նա կմնա մենակ, նույնիսկ այդ կարգի մարդկանցից, այո, իրենք ամուսնանում են, նույնիսկ երեխաներ են ունենում, բայց կանայք մանավանդ ժամանակակից կինը ինքը արդեն չի դիմանում եւ երբ որ գալիս է, երբ որ խոսում ես դրա մասին, ասում է, ախր բացի իրենից ոչ մեկին չի տեսնում։ Շատ հաճախ հնչող ֆրազա է, չէ՞, որ մենակ իրեն է տեսնում, եթե հանկարծ իր ճաշը ուշացվի, իր բաճկոնը մաքրված չլինի, իր հագուստը արթուկված չլինի եւ այլն եւ կոշիկը մաքրած չլինի։ Հասկանում եք, դրա համար իրենց շատ դժվար է լինում եւ միջավայրում ապրել, եւ միջավայրին շատ դժվար է լինում իրենց հետ ապրել։ Այստեղ այդ դրա մասին պետք է մտածի այն մարդը, որը որ եթե ընդունի, որովհետեւ իրենք նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ էգոիստներ են, այսինքն նրանք ում որ մենք բնութագրեցին, որ իրենց չեն սիրում, իրենք չեն ընդունում իրենց խանգարող գծերը,
Չէ, մանավանդ եթե այդ մարդը տղամարդ է, տղամարդը մենք հասկացանք, որ դժվար է գնում փոփոխության։ Տեսեք, միևնույն արարքը, գործի ծավալը, թեկուզ լավ արարքը անում են տարբեր մարդիկ եւ տարբեր կերպ են գնահատվում։ Մեկին մեծարում են դրա համար, 100 անգամ շնորհակալություն են ասում, իսկ մյուսին հանդեպ վերաբերմունք այնպիսիններ, որ դե պիտի աներ, այդպես էլ պիտի լիներ։ Սա ինչից է կախված։ Այստեղ շատ հարցեր կար, նախ եթե դժվար չի մի հատ ավելի, հա, մենք սահմանենք ընտանիքում, աշխատանքի տեղն է, որտեղ։ Եվ ընտանիքում եւ աշխատավայրում որպես կանոն մարդիկ, ովքեր իրենց չեն գնահատվում ընտանիքում, չեն գնահատվում նաեւ կոլեկտիվում։ Տեսեք, այն մարդը, ով որ իրեն չի կարողանում գնահատի, նա ինչ է անում, ինքը առանց իրեն չեն խնդրում եւ նա քծվում է, էսել է անում, էնել է անում, իրեն մոռանալով բոլորովին ամենակարևոր օրենքներից մեկը աշխարհի, հա, թակեցեք եւ կբացվի, խնդրեցեք եւ կտրվի։ Այսինքն այդ անձը պետք է հասկանա միջև լավ թող չխնդրեն, բայց գոնե ասեն, որ նա սա կամ նա անի։ Նա դառնում է սովորական մարդ, հա, եւ նաեւ արդեն իր թե ընտանիքում, թե աշխատանքի տեղը ասում են դեռ չգիտեր, որ այս բանը պիտի անի, որտեվ իրեն ոչ ոք չի ասել ոչ մի անգամ, այսինքն տեսեք ցածր ինքնագնահատականը ոնց է սկսում ստեղը այս պարագայում աշխատել, ասում են մենք իրեն ինչ խնդրենք, նա պետք է հասկանար, որ այս կամ այն մի բանը պետք է անել, ընտանիքներում ոնց է անում, ասենք թե ինչ որ մի բարեկամը լինում է հարուստ եւ նա ոնց որ ինչ պարտավոր է բոլորին օգնել, չէ, դա չի կարող այդ բանը լինի, բայց մենք չենք խնդրում այդ մարդուն։ Դրա համար են մարդիկ, ովքեր որ չեն գնահատվում իրենց միջավայրում, դա կլինի աշխատանքային կամ եթե դա կլինի անձնական միջավայրը, դա գալիս է նրանից, որ ինքն է իրեն այդպես մատուցում։ Տիկին Ծատուրյան, ինչի է հանգեցնում երևույթը, երբ մարդը ինքը իրեն չի սիրում։ Ինչ հանգուցալուծում կարող է ենթադրել այս իրավիճակը։ Գիտեք, ինձ թվում է ամենաառաջի բանը նա լինում է շատ ագրեսիվ։ Իսկ եթե անձը ագրեսիվ է, իր համար շփվելու այդ communication-ը, այդ բոլոր բաները շատ դժվարանում են։ Ինքը լինում է ագրեսիվ եւ ինքը չի ընդունում աշխարհը, այսինքն եթե ինքը իրեն չի սիրում, նա մարդկանց մեջ տեսնում է իրեն չուզեցողին, իրեն թշնամուն եւ նա չի կարողանում ճիշտ գեղեցիկ հարաբերություններ ստեղծի։ Հասկանում եք, որովհետեւ նա չի կարող աշխարհին լավ վերաբերվել, նա չի կարող աշխարհին այդ սիրելը տա դա մարդկանց եւ երեխաներին եւ կանանց եւ տղամարդկանց եւ ինքը սովորաբար եւ իսկ ագրեսիան ինչին է բերում, որ ել ավելի իր հետ այդքան չեն ուզում, չեն սիրում շփվել եւ նա մնում է, նա մեկուսանում է, նա մնում է մենակ իբրև կանոն։ Չսերը ինքդ քո անձի հանդեպ հանգեցնում է նաեւ առողջական մի շարք խնդիրների։ Իհարկե, ինչ խոսք, իհարկե։ Եթե մարդը չի սիրում իրեն, նա իր օրգանիզմին էլ իրեն էլ չի տալիս համապատասխան, նա չի մտահոգվում նա չի սիրում իրեն, ասենք թե նույնիսկ այդ էգոիզմի պարագայում շատ հաճախ նա կարող է բժշկի մոտ չգնա, որտեղ նա չի վստահ, չի սիրում, չէ իրեն, նա չի վստահում բժշկներին։ Տեսեք այն մարդիկ, որ ասում են, ես բժշկներին չեմ հավատում։ Ո՞նց հասկանանք այդ նախադասությունը, ի՞նչ է նշանակում բժիշկներին չես հավատում։ Դու ինչ որ մասնագիտություն ունես, մարդիկ քեզ դիմում են, քո մասնագիտությունը ընդունում են։ Այն մարդիկ մանավանդ Հայաստանում ես չեմ կարող ասել, որ մեր բժիշկները խայտարակ վատ բա չէ, բոլորովին մենք հրաշալի բժիշկներ ունենք։ Ինչ է նշանակում ես բժշկին, տեսեք էգոիզմը, էգոիզմը նաև ինքը ինչ դրսևորում կարող է ունենա, նա քանի որ չի բացում փակ է, չէ, նա չի բացում որևէ մեկի մոտ, ինքը չի պատկերացնում, որ ինչ որ մի հատ բժիշկ կարող է իրան ասել, այս պիտի անես կամ այն պիտի անես։ Տեսեք, արդեն այստեղ նա արդեն իր մարմնի մասին ճիշտ չի մտածում, իր հոգեբանական վիճակի մասին ճիշտ չի մտածում, եւ նա սկսում է ունենալ շատ տարբեր խնդիրներ, մանավանդ առողջական, եւ տեսեք պարադոքսալ բաներ են ստեղծում, որ մի կողմից նա իրեն չի սիրում, չէ, նա իրեն սիրում է, էգոիստ է, բայց մյուս կողմից նա ունենում է հիվանդություններ, չեղա որ նա իրեն չի սիրում։ Եվ ամփոփելով հաղորդումը ուզում եմ գալ մեր զրույցի ամենասկզբին, որ սերը ինքդ քո հանդեպ
ձևավորվում է մանկության տարիներին։ Այո։ Հետևաբար ինչ խորհուրդ կտաք ծնողներին։ Ծնողները պետք է առաջինը, ինչ որ կարելի է այստեղ ասել, երեխային նախ պետք է գովալ եւ պետք է գովալ նրա համար ինքը ինչ արել է։ Երեխային գովալ, որ նա սիրուն է ծնվել, կամ ասենք թե բոյով է, կամ ասենք թե մազերը լավն են, դա անիմաստ է, որովհետև նա դրա համար ոչ բան չի արել։ Դա տրվել է բնության կողմից, մամայի, պապայի միջոցով այդ երեխան վաստակել է։ Դա մեկ, ծնողը երբեք պետք է իր երեխային չհամեմատի որևէ մեկի հետ։ Նա երեխային պետք է համեմատի միայն իր հետ։ Երբ որ երեխային համեմատում է, ասենք թե հարևան Կարենչիկի հետ, երեխայի մոտ տպավորություն է, որ իրան հնարավոր չի սիրել, մաման սիրում է Կարենչիկին։ Մայրը պետք է իր չիրականացված իղձերը, նա պետք է, եթե նա ոնց որ ասացինք, եթե նա ուզում էր դաշնակահար դառնալ, նա երեխային հեչ պարտադիր չի տալ այդ երաժշտական դպրոցը, որտեղ նա այդ նույնիսկ ոչ լսողություն ունի, ոչ բան ունի։ Այսինքն լավ, ճիշտ, գրագետ, ժամանակակից, արդի դաստիարակությունը կայանում է նրանում, որ անձի մեջ պետք է ձևավորել այն գծերը, որի իր մեջ կա, եւ անընդհատ ասելով ես քեզանով հպարտանում եմ, դու կարող ես, ես քեզանով հպարտանում եմ։ Եվ ես քեզ սիրում եմ։ Եվ ես քեզ սիրում եմ, այդ իհարկե լեյտմոտիվն է։ Այո, դա որ նա եւ նա հասկանա, օրինակ համար մայրը ոնց պետք է, ես լսել եմ Հայաստանում կան մայրեր, որ ասում են, այ երեխա, անորոշ, բայց դա քո բալիկն է, չէ։ Դժվար է ասել, վայ իմ տղա, վայ իմ աղջիկ, բալիկ ջան, այ երեխա, անորոշ։ Դա ինչ որ մեկի երեխան պատահական կոտանա հայտնվել։ Տեսեք, բառից ինչեր կարող է ձևավորվել։ Իհարկե, ես դա լսելով հանդերձ որևէ մեկին ոչ մի բան չեմ կարող ասել, դրա համար եմ ձեզ շատ շնորհակալ, որ ես այս հարտակի մեջ ունեմ հնարավորություն այդ կարգի բաների մասին ասելու, որովհետև ես ծնողին չեմ կարող, ինձ ոչ ոք չի հարցրել, որ ես ինչ որ իրան նախատեմ կամ նկատողություններ անեմ եւ ասեմ, որ դու քո երեխային սխալ ես։ Եվ ես ձեզ ասեմ մի բան շատ կարևոր, ուրեմն 100% օժտված երեխաներից սխալ դաստիարակության պատճառով օժտված մնում է 3%։ Այդ բոլոր բաները եւ մենք կարող ենք թվարկել եւս դաստիարակության խանգարող բաները, ընտանեկան կռիվները, հարսկիսուր հարաբերությունները, պապաների արտագնալը եւ այլն եւ այլն եւ այլն։ Տեսեք, օժտված երեխայր ասում են, միշտ 3-րդ դասարանն ենքան լավ էր սովորում, հիմա ինչ եղավ։ Ինչ է անում ընտանիքը։ Ընտանիքը լրիվ մեզ ձևավորում է, մենք դեռ գալիս ենք կավ, խմոր եւ ձևավորվում ենք եւ թրձվում ենք, տխվում ենք մեր ընտանիքներում։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Որպեսզի մարդը հասուն տարիքում ինքն իրեն սիրի, հարկավոր է, որ ինքը մանկության տարիներին հաստատ իմանա, որ նրան ընտանիքում սիրում են։ Մի զլացեք ավելորդ անգամ ասել ձեր երեխաներին, որ դուք նրան սիրում եք։ Հաճախ արեք նաև հետևյալը, մոտեցեք հայելուն եւ ինքներդ ձեզ էլ ասել, որ դուք ձեզ սիրում եք։ Ընդհանրապես, սիրո խոստովանությունը անկախ նրանից ինքդ քեզ թե որևիցե մեկին երբեք շատ չի լինում։ Հանդիպելու ենք առայժմ։